որպեսզի ևս մեկ անգամ մեր Տիկին Եսայան, ազգի դիմաց մենք տեսնում ենք, որ տեղի ունենում բողոքի ակցիա, կխնդրեի ձեզ ներկայացնել ինչ նպատակադրում ունի տեղի ունեցող բողոքի ակցիան եւ առհասարակ խոսենք վարչախմբի կողմից վերջին օրերին հատկապես կատարող բռնաճնշումների մասին։ Կոնկրետ ակցիայի նպատակը այն է, որ եվրոպացի պատգամավորները իմանան, հասկանան, վերջապես ընկալեն, որ Հայաստանի Հանրապետությունը դա Նիկոլ Փաշինյանը չէ, որ Նիկոլ Փաշինյանը իր մի փոքր թայֆայով, իր մի փոքր խմբով գրավել է իշխանությունը Հայաստանում եւ իրական հայ ժողովուրդը, մեծամասնությունը, ամբողջ ժողովուրդը դեմ է այս իշխանությանը։ Ակցիայի նպատակը այն է, որ մեր եվրոպացի գործընկերները իմանան, որ Հայաստանում աննախադեպ քաղաքական քաղաք բանտարկյալներ կան այսօր եւ նաեւ Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունները։ Նպատակը այն է, որ եվրոպացի պատգամավորները ի վերջո տեր կանգնեն դեմոկրատիային, մարդու իրավունքներին եւ իրենց գործողություններով, հայտարարություններով այս իշխանություններին ճնշեն, բացատրեն, որ եթե իսկապես Հայաստանը ուզում է դեպի Եվրամիություն գնալ, եթե իսկապես եվրոպական արժեհամակարգ է ուզում կրել իր մեջ, ուրեմն քաղաքականները պետք է անապահ ազատ արձակվեն, ուրեմն մարդու իր կարծիքի համար, իր ստատուսի համար չպետք է գցեն գետնին 50-60 հոգով, խեղդեն եւ տանեն կալանավորման կամ ձերբակալման։ Ես կարծում եմ եվրոպացի պատգամավորները իրենք եւ Եվրոպան առհասարակ ինքը մտածելու բան ունի, ու եթե պաշտպանի Նիկոլի կառավարությունը, Նիկոլի իշխանությունը այս ռեպրեսիաները, ուրեմն առաջին հերթին Եվրոպան է դեմ մարդու իրավունքներին, միջազգային նորմերին եւ դեմոկրատիային։ Նպատակը սա է, որ այս մարդիկ հասկանան։ Իսկ մի փոքր հույս է ներշնչում այն, որ երեք Եվրանեստի կայացած նիստի ժամանակ այստեղ ազգային ժողովի դահլիճում գտնվեցին 1-2 պատգամավոր Եվրանեստի անդամ, որոնք բարձրաձայնեցին սա եւ ասացին, որ չի կարելի մարդուն իր կարծիքի համար տանել եւ փակել։ Սա կարծում եմ պիտի շղթայական տեղի ունենա եւ Եվրոպայի խորհրդի վերաժողովում եւ Եվրանեստում եւ ֆրանկոֆոնիայի վերաժողովում եւ բոլոր եվրոպական կառույցներում պիտի ի վերջո հասկանան, որ այս ուխտը իրանց դուրն էլ աչոքելու։ Եթե այսօր աշխարհում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, մարդու իրավունքների դեմ, դեմոկրատիայի դեմ, այդ գլոբալ փոփոխությունները նաեւ իրենց վրա են ազդելու եւ իրենց են կործանելու։ Դրա համար ճիշտ կլինի, որ մարդկության առողջ հատվածը դեմ կանգնես հակամարտկային ոչ հումանիտար գործողություններին, այն նրան, որ այսօր տեղային մակարդակով Նիկոլ Փաշինյանը իրականացնում է Հայաստանում։ Ես հույս ունեմ սա տեղի կունենա, ես հույս ունեմ, որ ինքը Եվրոպան կվերադառնա եվրոպական արժեհամակարգին։ Բռնաճնշումների մասով մենք տեսնում ենք եկեղեցու նկատմամբ սաստկացող այդ ճնշումները չեկիստական մեթոդաբանությամբ, տեսնում ենք նաև Հովանավանքում տեղնուցած այդ հայտարարությունը եւ ձեզ Փաշինյանը ինչպիսի քայլերի է պատրաստ հետագայում գնալ։ Փաշինյանը պատրաստ է գնալ ցանկացած անտրամաբանական հակամարտկային քայլերի, հակադեմոկրատական քայլերի, որովհետև Փաշինյանը հասկանում է, որ ինքը այլևս հնարան չունի։ Ինքը շատ լավ հասկանում է, ոնց մենք դա դեռ չենք գալու ամբողջովին, բայց ինքը շատ լավ հասկանում է, որ ժողովրդի վստահություն ինքը այլևս չունի, որ նույնիսկ այն 10% ադմինիստրատիվ ռեսուրսը, որ թվում է թե իր կրունկի տակ են, իրենց մեջ նույնպես արդեն խժդժություններ են սկսվել։ Ես նայեցի մամուլում կան հրապարակումներ այն մասին, որ նախարարներ, որոշակի պաշտոնյաներ, ադմինիստրատիվ աշխատողներ արդեն ընդգծում են Նիկոլ Փաշինյանի եկեղեցու դեմ այս արշավի մասին խոսելիս եւ անգամ Օհանավանք գնալիս դուք տեսաք, թե ինչպիսի խղճուկ մասսայեր են դեռ եկեղեցու մոտ հավաքվել։ Սա Փաշինյանի վերջին ելքն է, սա վերջին կարապի ելքն է։ Ժողովուրդը դեմ է Փաշինյանը, ինքը գնալու է ամեն ինչի, ինքը տանելու է բախումների, ինքը արյուն է ուզում, քաղաքացիական բախում ուզում, ինքը ուզում է հային հանել հայի դեմ, այսպես միայն թուրքերն են ուզում, չէ, հայերին հայերի դեմ հանել, ինքը այդ է ուզում, բայց ինքը դա չի տեսնելու, որովհետև ընդդիմությունը բարեբախտաբար շատ ավելի սթափ է, մեր այսօրվա ընդդիմությունը, շատ ավելի պետականամետ է եւ շատ ավելի կառուցողական է, քան այսօրվա զավթիչները, որ իշխանության ղեկին են նստած։ Ընդդիմությունը իր ժողովրդին բախումների, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը ուզենա։ Ինչպես դա տեղի չունեցավ նաեւ 18 թվականին, երբ որ բնի նախադրյալները կար եւ մեզ հանրապետականներից
մեղադրում էին, որ ուժ գործադրեիք, բռնեիք, ծեծեիք, ջարդերիք, թեկուզ մի քանի մարդ էլ թող սպանվեր։ Հիշում եք։ Այն ժամանակ մենք դա չարեցինք, մեղադրում էին, ասում են դա անեիք, որ Նիկոլի իշխանությունը չվերցներ։ Մեղադրում էին նրանք, ովքեր հրապարակում էին։ Ովքեր հրապարակ, եթե մենք դա անեինք, դուք պատկերացնում եք ինչ վայնասուններ բարձրանալու։ Եվ Սերժ Սարգսյանը շատ արդարացիորեն ասաց, որ թեկուզ մեկ, որևէ իշխանություն չարժի թեկուզ մեկ մարդու կյանք։ Այս նախադասությունը պիտի դառնա կարգախոս։ Եվ այսօրվա հանդիպությունը բարեբախտաբար սա գիտի, սա հասկանում է, նաև այն մարդիկ ձեր նշած, որ 18 թվականին հրապարակում էին, հույս ունեմ իրանք էլ են սա հասկանում, մենք փոխելու ենք այս իշխանությանը, փոխելու ենք սահմանադրական օրինական ճանապարհով։ Նիկոլը վերև ելնի, իշնի ներքև ինքը գնալու է։ Եվ ինքը գնալու է շատ ցավոտ, ինքը գնալու է խայտարակ ձևով, ինքը գնալու է ճղճի մի վիճակի է հայտնվելու, որին ինքը իրականում արժանի է։ Մենք սա անելու ենք, եւ սա անելու ենք սահմանադրական, օրինական, արդար եւ ճիշտ ճանապարհով, որովհետեւ սա սովորական պայքար չի, սա ազգային ազատագրական պայքար է։ Իսկ ազգային ազատագրական պայքարում միշտ հաղթում է ճիշտը, միշտ հաղթում է ազգի ոգին։ Այդ ոգին Նիկոլը այսօր ոչնչացրել է, փորձել է ոչնչացնել 7 տարիներին։ Մենք այդ ոգին այսօր վերակենդանանում է։ Դուք տեսնում եք, արդեն մոտ 95-99% ժողովուրդը սրան դեմ է, որտեղ խոսում ես խանութում, տաքսու մեջ, փողոցում, սրան հայոյում են, ամենաոչ եթերային բառերով սրան հայոյում են։ Եվ ձեզ վստահեցնում եմ, այս անվստահության գործը պետք է ամեն ինչ անել, որ գլուխ բերեն։ Անվստահության գործընթացը իրականացնելով, տեսեք Դավիթ Համբարձումյանին բռնել փակել է, ինչի համար, որովհետև ինքը լավ քաղաքապետ է, լավ համայնքի ղեկավար է, ինքը վարչապետի տեխնացու է, ինքը դրանով ուզում է ուժ ցույց տա։ Բայց Դավիթը իր այդ քայլով էր եկած, ցույց տվեց, որ ինքը իրանից ուժեղ է, ինքը իրանից տղա է, ինքը հենց արժանի է այդ վարչապետի տեխնացու լինելու ժամանակավոր կառավարությունը, որը կձևակերպի արդեն հերթական ընտրությունները։ Նիկոլը գնալու է, տարբերակ չկա։ Եթե մենք այլ տարբերակ քննարկենք, նշանակում է մենք համաձայն ենք, որ հայ ժողովուրդը Հայաստանում չլինի, որ այստեղ լինի թուրքական կառավարություն եւ թուրքական իշխանություն։ Դրա համար մենք իրավունք չունենք 21-րդ դարում այս ժամանակակիցներով թույլ տան, որ Հայաստանը վերջնականապես կործանվի։ Հազարակ Նիկոլը ինքը գնալու, այս եվրոպացիները պիտի շատ ուշադիր լինեն, որովհետեւ հակադեմոկրատական Նիկոլի այս քայլերը յուրաքանչյուրի իրանց երկրում կա։ Իրանց երկրում մի Նիկոլ կա, ինքը պիտի վախենան իրենց երկրի Նիկոլներից։ Եվ պիտի իրանք հասկանան, որ եթե իրանք այստեղ Նիկոլի ականջները չբոլորեն եւ Նիկոլին չասեն դու աջան, Եվրամիություն ես ուզում պիտի վերադառնաս եվրոպական իրական արժե համակարգի, ոչ թե այնպես մտածածին բաների, ուրեմն քեզ կարգին պայի քաղբան տարկյալների ազատ արձակի, Բաքվի բանտերում գտնվողների պահանջի, որ ազատ արձակեն։ Սա պիտի մեր եվրոպացի գործընկերները հասկանան, որովհետև տարիներ շարունակ Հայաստանը գնացել է դեմոկրատական ճանապարհով, 30 տարի շարունակ։ Ում դուր գա, դուր չգա, ես աշխատել եմ եվրոպական կառույցների։ Ես գիտեմ, որ եվրոպական կառույցները Հայաստանի հանդեպ միշտ եղել են հարգալից եւ ճիշտ։ Հիմա Հայաստանը այլ վիճակում է։ Մենք պիտի փոխենք այդ վիճակը։ Պիտի դարձի շրջանս լինի եւ Հայաստանը պիտի վերադառնա ճիշտ։ Մենք դա անելու ենք հստակաբար։ Շնորհակալություն։